Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն ժամանակն է դիմավորելու մեր վերլուծաբանին Արմեն Չբխչյանին։ Բարի երեկո, Արմեն։ Բարի երեկո։ Ես չգիտեմ դու տպավորված ես թե չէ ամեն ինչով, այո։ Բայց ես խիստ տպավորված եմ։ Այսինքն իրականությունը, որ մենք տեսնում ենք եւ մեկնաբանությունը, որ ստանում ենք Սպիտակ տնից եւ այլն եւ այլն, այնպես չի էլի, որ Իրանը սուտ չի խոսում, չէ՞։ Գիտենք մենք բոլորս ժամանակի ընթացքում համոզվեցինք, բայց այս կողմից էլ է, չէ՞, բավական կեղծ ինֆորմացիա արտարվում Արմեն։ Օրինակ, հեռու չգնանք, այսօր պարոն Թրամփը հայտարարեց, մենք արդեն տեղեկացինք, որ իրենց խնդրանքով բանակցություններ են վարել ամեն ինչ լավ է, մենք դրա համար հետաձգում ենք 5 օրով 48 ժամի փոխարեն, իրանական կողմից ասում են նման բան չի եղել։ Հետաքրքրական գիտեք որն է, ասես քանի կետա բանակցությունները, ասես 15։ Կետերով ասես։ Ասես կետերով կասեք, ասեց առաջի կետը միջուկային ծրագրի վերացում, դա երկրորդ, երրորդ կետերն էլ է։ Հեշտացրեց գործը։ Հեշտացրեց գործը։ Դա մնացած 10։ Եվ ամեն ինչի վերջում է դա ասում, ոչ երբեք ավա, որ մի բան ասում, որ բոլորս դրա հետ համաձայն ենք, ոչ ոք չի ուզում, որ Իրանը ատոմային զենք ունենա, բայց դա ամեն ինչի պատասխանը չի փաստորեն, էլի։ Տեսեք, իրականում բարդ է վիճակը, ինչի համար, տեսեք, ինքը ասեց, որ մենք պատրաստում ենք ոչնչացնել իրենց ամենամեծ power plant, այսինքն էներգահամակարգի ամենամեծ, այսպես ասած, կառույցը, որը կարծում եմ Բուշերն է, կարող է սխալվում է։ Այսինքն մի քիչ էտել է բարդ պատկերացնել, եթե Բուշերն է, այն միջուկային է, այսինքն ատոմային էլեկտրական կայանը, որտեղ ասես դա արժի $10 միլիարդ եւ 10 տարի էլ պետք է կառուցեն։ Որովհետեւ ես մի քիչ դժվար եմ պատկերացնում $10 միլիարդ ինչ կարող է արժենալ, հա։ Որքան հասկանում եմ, խոսքը հենց դրա մասին է։ Բայց եկեք մի բան հասկանանք։ Բացառել, որ ինչ որ մեկի հետ հիմա Քուշներն ու Ուիտկոֆը բանակցում են, դա էլ չենք կարող, ինչու, որովհետեւ իրականում տեսեք, Իրանում իշխանությունը իրոք կան այդ տեղեկությունները եւ մենք նախորդ շաբաթ էլ տվել ենք, որ կա բաժանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեջ, ներքին պառակտումներ, այո, ներքին պառակտում կա պառակտում նախագահի աշխարհիկ իշխանության, այսպես կոչված, հա, եւ այդ IRGC-ի, եթե չեմ սխալվում, այդ հեղափոխականների կորպուսի միջև, որտեղ մենք բազմաթիվ նշաններ տեսանք, որ Փեսեշքյանը կարծես թե անգամ սպառնացել էր հրաժարական տալ։ Ամեն եւ պետքա բնական համարել, չէ՞ որ այս իրավիճակում երկրում ներքին անպայման պառակտումներ կլինեն, որտեղ ոչ մեկը գող չի այս իրավիճակից։ Միանշանակ։ Գումարած որ փողի խնդիր կա, գումարած որ դա արդեն կոռուպցիա է մտել, ինչ որ արդեն բանդաների համակարգով եմ աշխատում, ինչ որ մեկը 2 միլիոն վերցնում է, որ նավթ հողի Հորմուզը նեղեցով հետո չգինե 2 միլիոնը ուր հա, այսինքն ստացվում է, որ ասում է, հա, լավ, եթե այդ հիմա արդեն գնացել է առևտուր, հիմա արդեն եվրոպական երկրներն են փորձում բանակցել փողով անցկացնել իրենց նավերը, չգիտեմ, այսպիսի տեղեկություններ էլ է գալի եւ այսպես շարունակ, բայց կարևորն է, որ այդ փողը չի գնում բյուջե, որքան հասկանում եմ, այնտեղ արդեն շահերը տարբեր է, այնտեղ անգամ հրամանատարները, որ մեկը այս իրավիճակում այդպես ալնում, ով որ ավելի հազար հրամանտար է, տեսեք, միակ մարդը, որ կարող է այսօր դրանց սաղին միավորեր, ռեալ, ուժեղ հոգևոր առաջնորդն է։ Այն էլ դիակը այսօր ասես Թրամփը չգիտենք ապրում է թե չի ապրում, ասես չգիտենք ողջ է թե չէ, հա։ Երբ որ իրեն հարցեցին իր հետ եք բանակցում, ասես չէ, մենք չգիտենք անգամ ինքը կա չկա, ասեց ինքը չի, ինքը ուժեղ լիդեր չի։ Մենք բանակցում ենք ուժեղ լիդերի հետ, որը հարգված է երկրի ներսում։ Ասեցին անունը ասա, ասեց անունը չեմ կարող ասել, որովհետև ուզում ենք որ ապրի, չենք ուզում։ Այսինքն էս իմաստով։ Տեսեք, մի երկու օր առաջ էլ հետաքրքիր տեղեկություն տարածվեց, որ ըստ էության Լարիջանին սպանեցին, բայց Լարիջանին դուք հիշում եք բավականին ուշ սպանեցին։ Ինչու՞։ Որովհետև միջազգային մամուլը ասում է, որ եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները որպես կիրթ մարդ Լարիջանին դիտարկել են լրջորեն որպես ապագա նախագահ։ Հնարավոր նախագահ։ Այո, որը ունի իշխանություն, որը ունի հեղինակություն։ Բայց հետո սկսեցին արդեն ենթադրությունները, որտեղ արդեն միջազգային մամուլը սկեց իր վերլուծությունների մեջ, թե բա չհամակարգված հարված է եղել, թե բա իսկում, թե բա իսկ իմ կոնկրետ համոզմամբ տվել են Լարիջանին շանս։ Լարիջանին խոստացել է, կարծում եմ ինչ որ ազդակա տվե, սպասել են, հետո տեսել են Լարիջանին իրենց ֆռացնում է, խափում է, սպանել են Լարիջանին, որպեսզի ցույց տան հաջորդ բանակցողին, ում վրա որ իրանք շեշտը կդնեն, որ եթե դու սկսես մեր հետ խաղեր տալ, քեզ սպասվում է
Լարիջանի ճակատագիրը։ Դա ինքան պարզ է, այսինքն չի համար վերացրեցին Լարիջանին, ասեք ուզում եք ասեք CIA-ը, Mossad-ը այնտեղ աշխատում է, իգե հոп չհամակարգվեց, դες Լարիջանին սպանեցին։ Այսօր հենց Լարիջանի մասին մի ժամանակ դոկումենտալ եմ նայել, ես զարմացած էի։ Կրթվածության աստիճան։ Կրթվածությանը եւ փիլիսոփայության մասին գրքեր ա գրել, ոչ միայն սիրահարա փիլիսոփայության, այլ աշխատություններ ունի, որ ես իհարկե չեմ կարող կարդալ պարսկերենում, բայց այդ մակարդակի անձնավորություն։ Այո, հիմա երկրորդ մասում կհասկանանք, սա Թրամփը խափում է թե չի խափում։ Փորձենք հասկանալ ամեն դեպքում էլի։ Հիմա ընդմիջում, որից հետո կվերադառնանք ու կփորձենք հասկանալ, խափում է Թրամփը թե չի խափում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա, այ սենսացիան էսա, ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արքղի համար, 2 արքղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Սեյֆը այսօր էլի լցնելու, խոշորա լինելու։ Բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա։ Նույն սկզբունքով էլ պատն եք քանդելու։ Ծանոթացեք աղբորս այդ ֆելոնը, սպորտսմենը։ Դու մեդալով հետ արի, ես էլ քեզ համար նոր բոթաս կանեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են այնտեղ հայտնվել։ Սահանեմ ծամեմ բնեմ բերանները, որ վերջում կծենանա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամ է պետք։ Ոչ առաջին պասն է, ոչ էլ վերջին։ Բա պատալուկը։ Մեկ մի բանի իմ վրա։ Ջուրը 2 շշի տեղը 4 շիշ կվերկանել։ Ռիսկը շատ է կոլ։ Բավոր բռնվենք։ Չենք բռնվի մի կեռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներս ամտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка. Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Սանոնիչը սիրո համար ենք։ Արիթ էիք, հա տղեր ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նոր է շրջանառվում։ Հորիչը ոչ մեկի մոտ չկա։ Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола, что в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճը քեզ հետ է, ոչ թե քոթ։ Իսկ եթե մի օր սխալվեմ, Սխալից վախենալ պետք չի։ Суд խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе։ Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը Արմեն Չիբուրչյանի հետ։ Արմեն, այս որ ինքը հատուկ ասում է էլեկտրոկայաններին ցանցին հարված է, այստեղ մի բան կա, էլ ես մտածում ինքը առաջ էլ կարող էր հարվածել Միացյալ Նահանգները, այդ իմաստով օդից ինչին ուզեն կհարվածեն, գրեթե անպաշտպան են հիմա արդեն, բայց դա արդեն ուղղակի հարված կլինի ժողովրդին, չէ՞, ասենք կզրկվեն տարական ամենօրյա բաներից։ Գուցե հատ չկարողանան արտադրել, այս չանել են էլեկտրականությունը, որ անջատվի։ Սերուցին դրա համար չեն ուզում առայժմ այդ հարվածը հասցնել։ Այո։ Տեսեք, խնդիրը հետևյալն է։ Արդեն ուրեմն եկեք մի բան հասկանանք։ Իրականում Հայաստանը ես զարմանում ու շատ են ինձ բողոքում հենց այստեղի մարդիկ են, որ Հայաստանում չեն հասկանում ինչ է կատարվում։ Նախ այստեղի պարսկահայեր ես հատուկ ուզում եմ ասեմ, պարսկահայերը տարբեր տեղերից ինձ ասում են ոչ միայն ինձ, իմ ծանոթներին, այդպես ընդհանուր խոսակցությունների մեջ, որ ինչի է Հայաստանում, ինձ հետ Հայաստանից պարսիկներ են կապնվել ու ասում են ինչի է Հայաստանում այդպիսի տպավորություն, որ
պարսկական իշխանությունը լավն է, սա վատերը հարձակվել են իրանց վրա, ինչի է Հայաստանում մեդիան այդպես աշխատում, ինչի են հայերը այդպես մտածում։ Ես ասում, սա լուրջ հարց է։ Այստեղի պարսկահայերը չեն հասկանում ինչ են անում Հայաստանում։ Դա իհարկե բալաբոլ իսլամիստների պատճառով է, բայց ես ես ասեմ, բոլորը ոգևորված են։ Դուք էլ ծանոթներ կունենաք կամ լսած կլինեք։ Ինձ իսկապես ինչ որ ասում ես, օրինակ Facebook-ով, բանով, տարբեր խոսակցություններով զարմանալիորեն մի բան ես նկատեցի։ Զարմանալիորեն։ Բալաբոլ, այդ ազգը, այդ բան, այ մարդ, մենք իհարկե հարգում ենք կուլտուրան, պարսի ժողովուրդը, այդ ամեն ինչը մենք այդ սա հասկանում ենք, բայց այսօրվա ռեժիմը ռեժիմ չի, ասիկան ուղղակիորեն այդ ժողովրդին ճնշում է, չի թողնում շնչեն այդ մարդիկ։ Ավելին ասեմ, որոշ բալաբոլներ, որ ասում են 40,000 մարդակոտրած, բայց սուտ է, ասես փորփռում են եւ այլն։ Այստեղի պարսիկները անգամ ավելի մեծ թվեր են ասում։ Էլ չեմ ասում, որ այստեղի պարսկահայերն ու պարսիկները ասում են դուք չգիտեք ինչքան վիրավոր կա, որը հիվանդանոցում մահացել է, ինչքան մարդ են անտառներում կոտոր է։ Ասում են այդ 40,000 թիվը շատ պայմանական է, ավելացրեք, բայց ոչ պակասացրեք, հա, հատուկ բալաբոլների համար, որովհետեւ իրենք ապատեղեկատվություն են տարածում, որտեղ իրանք մի հատ պարսիկի հետ շփված չկան, մի հատ պարսկայի հետ շփված չկան, եւ իրանք նստում են դիվան են քշում ու հետո վեր են կենում, սկսում են ասել էսասուտ, տենասուտ եւ այլպես շարունակ։ Որտեղից է գալիս, ես չեմ հասկանում։ Ես չգիտեմ, ինձ դա գալիս է ռուսական պրոպագանդայից, որը Հայաստանում հավանաբար։ Հիմա եկեք մի բան հասկանանք Տրամպի մասով։ Ուրեմն տեսեք, դուք շատ ճիշտ դիտարկում արեցիք։ Հիշում եք, ես էլ այդ մասին խոսել եմ, այստեղ որ կա 4-ը մոտարապես այսպես ընդհանրացրած թիրախ։ Եթե 4 թիրախները ոչնչացվեն, ջուրն է, հոսանքն է, գազն է, նավթն է, Իրանը վերանում է։ Բայց տեսեք, մինիմում նպատակը իրականացրած է։ Ոչ մեկ չի հասկանում ինչ է կատարվում օդը բաց լինել։ Հայաստանում լսես պարսիկները հաղթում, իրանցիները չալմեկը հաղթում են, պարսիկները չասում ժողովրդը դրեն կանոնին։ Հայաստանում լսես իրանցիները հաղթել են։ Ուրեմն օրական հարյուրավոր թռիչքներ, խփում են որտեղ ուզում են։ Իհարկե նրանք հակոթային պաշտպանությունը վերացվեց լավ։ Ասենք, տեսեք, ասենք, որ 200 կամ 300 հարվածի դեմ մի հատ իրանցիները պատասխանում են, սրանց թվում է թե Իրանը հաղթեց։ Դա աբսուրդի աստիճանն է, հասկանում եք հիմա։ Բայց կան գլխավոր եւ ավելի մեծ խոշոր նպատակներ, շատ ավելի գլոբալ։ Օրինակ, ինչ ասաց որ Թրամփը Հորմուզի նեղուցի հետ կապված։ Ասեց, ով ուզում ենք որ ընդհանուր վերահսկողություն լսեց, ով պետք է վերահսկի, ասեց, ես ու Այաթոլլան ասեց, այսինքն, այդ այնա ինչ որ ես ասում էի, Չինաստանի դեմ պայքարը սա, գլոբալ առաջնորդության դեմ պայքարը սա, Չինաստանի չոքացնելու դեմ պայքարը, իսկ դա ստացվում այնպես չի, որ չմտածեք թե Չինաստանը այս ամեն ինչ չի տուզում, շատերը մտածում են թե Չինաստանը չի տուժում այս ամեն ինչից, հասկանում եք։ Հիմա ուրեմն կա մի տա իրանցիները իդեպ այդ պատասխաններ պետքա դիտարկվի, ասեցին Տրամպը ժամանակաշահում, նախ գներն է ուզում իջացնի։ Դա կարևոր կետ է, կարա այդպես լինի, բայց մյուս կողմից մենք մի բան ենք հասկանում, ճանապարհին են դեսանտայինները, այդ ծովային հետևակայինները, Marine Corps-ը որ կոչվում է եւ այսպես շարունակ, այսինքն ամենաուժեղ զորքերը։ Մорская пехота։ Այո։ Հիմա ճանապարհին են։ Հիմա ի՞նչ է պլանավորում Տրամպը ժամանակաշահում գուցե։ Տրամպը հասկանում է, որ հիմա ոչնչացնի ինքը Իրանի ժողովրդին է դատապարտելու աղքատության եւ սենտիմենտը փոխվելու է ժողովրդին։ Այո, դա ռիսկային է։ Գուցե իսրայելցիներն են, տեսեք, Իսրայելը իր գործը անում է, ռմբակոծություններ գնում են, շարունակվում է, թիրախները խոցում են, ամեն օր Իրանը թուլանում է։ Դա շարունակվում է։ Հիմա արդյոք Տրամպը ժամանակաշահում գուցե արդյոք իրանցիները դիմել են, չեն բացառում, որովհետև չի բացառվում, որ իրոք բանակցություններ գնում է ինչ որ մի խմբավորման հետ, որը դեմ է օրինակ մյուս խմբավորմանը։ Իրենք թաքուն են դա բանակցում։ Դա էլ չի բացառվում։ Չի բացառվում, եւ ես մի բան ասեմ, սա շատ կարեւոր է, որ ինչ որ օպերացիաներ է նախապատրաստվում, սա շատ կարեւոր է հասկանալ։ Եվ Իսրայելի, եւ ԱՄՆ-ի կողմից, որտեղ Նեթանյահուն քանի անգամ ասեց, դեռ սյուրպրիզներ կլինեն։ Մենք չենք բացառում, չէ՞ որ Մոսադը ներսում աշխատում է հիմա։ Իհարկե չենք բացառում։ Առավել քան երբևէ։ Այո, հետեւաբար տեսեք ինչքան էր խոսում խարկ կղզու մասին եւ այլ այսպես շարունակ։ Գուցե ժամանակաշահում Տրամպը, այո, որտեղ ինչ որ օպերացիա է նախապատրաստում։ Գուցե զուգահեռ այդ բոլորը տեղի ունենում Տրամպը մի քիչ ծայրահեղացնում, մի քիչ այսպես չափազանցնում, բայց որ ինչ որ process-ներ են կատարվում, դա միանշանակ եւ ակնհայտորեն մի բան էր հետաքրքիր, որ Տրամպը աստերեն այսօր ամենաբացը խոսեց, որ ասեց, որ բոլոր մեր կետերը պետքա բավարարվեն, գումարած Հորմուզի նեղուցի միացյալ վերահսկողությունը։ Արմեն, շատ ժամանակ շատ կարճ հարստան պատասխանեմ ակնկալում շատ կարճ։ Պարտադիր է, որ Միացյալ Նահանգները զորք
զինվոր մտցնի հողի վրա, որպեսզի հասնի իր նպատակներին, թե կարող է այսպես էլ հասնել։ Տեսեք, ցամաքային օպերացիա մեծ տարածքում, ասենք առանց օրինակի համար պրոքսիների, ասենք քրդերի եւ այլն, դա բացառվում է, որովհետեւ 90 միլիոնից Իսկ կարող են հասնել բայց ցամաքային կետային օպերացիաներ, դա կարեւոր է, ինչու՞։ Որովհետև դու դրանով օրինակ Խարկ կղզին դա գանձ է, այսինքն պատկերացնում եք 90% էքսպորտը դա կարևոր է, այսինքն կետային ցամաքային, օրինակ ցամաքային օպերացիա ինչ որ մի ձև միջուկային այդ բաները ոչնչացնելու կամ այդ հարստացված ուրանը հանելու 440 կիլոգրամ գոց է, այսինքն որոշակի ցամաքային օպերացիան, որտեղ մի անգամ նախկին Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան Թրամփի նախորդ բանի օրոք ակնարկեց, որ մենք հատուկ զորքեր ունենք մասնագիտացված այդ թեմայով, հատուկ զորքեր, ասեց նրանք շատ չեն, նրանք ասեց այդ զորքերի մեջ կարող է մի քանի տասնյակ մարդիկ լինեն, որոնք դրա մասնագետն են։ Այսինքն տեսեք, մենք չգիտենք ինչա տակից կատարում, բայց որ տակից հաստատ ինչ որ մի բան նախապատրաստվում է, դա մեծ է, որտեղ տեսեք, այս պահին դեռևս ես կասկածում եմ, որ Իրանը ամեն ինչին համաձայն է, բայց ցամաքային օպերացիան ինչով է կարևոր, որտեղ այ դու ամենայնիվ օդից հեղափոխություն անելը դժվար է, ինչպես ասեց Բենյամին Նեթանյահուն։ Եվ կյանքն էլ դա ցույց տվեց։ Իհարկե։ Շնորհակալություն Արմեն։ Այսքանը սերելն ես կհանդիպենք վաղը 3 շաբթի։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։